Գարնան առաջին շաբաթը բացվեց մարտի 1-ի մասին քննարկումներով։ 2008 թվականի հետընտրական բռնությունների իրական մեղավորներին բացահայտելու խոստմամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի 17-րդ տարելիցի օրն այցելեց այդ ողբերգության 10 զոհերի հուշարձան եւ խոնարհվելուց ու խաչակնքվելուց հետո հանդես եկավ անսպասելի մի պնդմամբ։ Դուք շարունակում եք պնդել, որ գործն ամբողջությամբ բացահայտվել է այն դեպքում, երբ մինչ օրս որևէ անց պատրվակ։ Գիտեք, ես երբեք չեմ ասել ամբողջությամբ։ Ես ամբողջությամբ բառը չեմ օգտագործել։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն այսքան անսպասելի չէր լինի, եթե դրանից ընդամենը 6.5 տարի առաջ 2018-ի օգոստոսին Հայաստանի վարչապետը տրամագծորեն հակառակ պնդումն արած չլիներ, այն էլ տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությամբ։ Մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործը ըստ էության ամբողջ ծավալով բացահայտված է։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի տարբերություն 2018 թվականի Փաշինյանի հայտարարություններն այսօր նման բուռն արձագանքի չեն արժանանում, առավել ևս խորհրդարանում։ Կառավարության ղեկավարը падգամավորների հետ շփվում էր մարտի 5-ին Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի հացադուլի 15-րդ օրը։ Բնական էր, որ ընդդիմադիրներն այս հարցը շրջանցել չէին կարող։ Փաշինյանը սակայն հասկացրեց միայն Վարդանյանի հացադուլի, նրա դեմքին հայտնված բռնության հետքերի եւ կյանքին սպառնացող վտանգի պատճառով Երևանն Ադրբեջանի հանդեպ վարվող իր քաղաքականությունը չի փոխելու։ Խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել։ Մինչև դուք մթնոլորտ եք ստեղծում Ադրբեջանի հետ։ Ռուբեն Վարդանյանը 15-րդ օրը անցկացնում է հացադուլի մեջ։ Որևէ միջազգային կառույցի ներկայացուցիչ ձեզ հաջողվել է ուղարկել Բաքվի բանտ տեսնելու համար, իրենց աչքերով տեսնելու համար, թե ինչպիսի վիճակում են գտնվում մեր հայրենակիցները։ Ինչ եք անում։ Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այո, դուք ճիշտ եք ասում, ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, ոչ միայն մեկ անձի, այլև Հայաստանի Հանրապետության պետական շահերի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի վրա։ Այն նույն օրը, երբ հնչում էին Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները, նրա հիշատակած այդ մեկ անձը Ռուբեն Վարդանյանը հարազատների հետ հեռախոսազրույցի ընթացքում կարողացավ մոտ 10 րոպեանոց ուղերձով դիմել ազատության մեջ գտնվողներին առաջին անգամ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր։ Լոխլավալ լինելու արցախցիներ եւ հայեր բոլորի հետ միասին մենք ամեն ինչ հաղթարելու ենք, ես դες սիրում եմ, հարգում եմ եւ վստահ եմ, որ չնայած բոլոր ծանր դժվարությունների, որ մեր առջև կանգնած ենք, մենք կհաղթարենք դժվարությունները։ Այս շաբաթ կրկին տեղում էր դոփում վերջին տարիների ամենաաղմկալի ողբերգական դեպքերից մեկի Սոնամ Նացականյանի մահվան դատաքննությունը։ 2022 թվականի ապրիլի 26-ին վարչապետ Փաշինյանին տեղափոխող Շարասյան մեքենաներից մեկի անիվների տակ զոհված 28-ամյա հղի այս կնոջ մահվան գործով դատավարությունը մեկնարկել էր ավելի քան 2 տարի առաջ, բայց դրա վերջը չի երևում։ Սոնայի հարազատները համոզված են գործով անցնող միակ մեղադրյալի անգամ մեկ օր բանտում չանցկացրած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի փաստաբանները միտումնավոր կերպով են ձգձգում դատը, սպասելով հանցագործության վաղեմության ժամկետը լրանալուն։ Մենք պայքարում ենք ինչ որտեղ կարելի ասել պետական ապարատի դեմ։ Վարչապետին ուղեկցող Շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ Սոնամ Նացականյանի հորեղբայրը, որ արդեն 3 տարի դատարան է գալիս հույսով, թե կպատժվի զարմուհու մահվան մեղավորը, 3 դատարանում սրտամկանի ինֆարկտ է ստացել։ Ցավում էր արդյոք Նիկոլ Փաշինյանի սիրտը, երբ նա այս շաբաթ խորհրդարանական ընդդիմության պահանջով անդրադառնում էր այս թեմային, դժվար է ասել։ Հիմա դուք ինչ եք ինձ ասում։ Դուք ունեք հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին։ Կամ տուժող կողմը ունի հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին։ Ես ասում եմ բացառված է, չի կարա բնության մեջ այդպիսի հիմնավորում եւ ապացույց լինի։ Տուժող կողմի մոտ սակայն ոչ թե հիմքեր են առկա կամ կասկածներ, այլ համոզմունք։ Տուժող կողմը
ոչ թե կասկած ունի, այլ համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի ուղղակի կամ անուղղակի միջամտության հետևանքով է, որ շուրջ 3 տարի է որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել Սոնամ Նացականյանի մահվան համար, նույնիսկ պաշտոնից չի ազատվել։ Փաստաբանի խոսքով ի դեպ Նիկոլ Փաշինյանի Ավտոշարասյան կազմում գտնվող ոստիկանների եւ անվտանգության ծառայության աշխատակիցների ռադիոկապի ձայնագրությունների փաստացի ոչնչացումը ել ավելի է խորացնում կասկածները։ Այս հանգամանքը նաեւ գլխ կողմի մոտ հաստատ է ձևավորում, որ Նիկոլ Փաշինյանը միջամտել է նաեւ բուն դեպքին, այսինքն կա մի հանգամանք, որը կանասիրաբար թաքցվում է։ Հղի կին է մահացել, ոչինչ տեղի չի ունեցել, որևէ մեկը քաղաքական, բարոյական, որևէ պատասխանատվության չի ենթարկել։ Նորմալ է։ Ես չգիտեմ, դուք ինչ նկատի ունեք բարոյական պատասխանատվություն ասելով։ Խորհրդարանական ընդդիմությունն այս շաբաթ միայն Փաշինյանին չէ, որ սուր հարցեր էր ուղղում, հարցերը կամ հարցը, որ ընդդիմադիր երկու թևերը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցները համառորեն միմյանց էին հասցեագրում, շատ հաճախ չլսելով հակառակ կողմի պատասխանը, կարճ էր հնչում, ով իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին։ 18 թվի հետ կապված հարցը միշտ լինել է։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները համոզված են, եթե 2018-ին Սերժ Սարգսյանը կտրուկ միջոցների դիմեր, Նիկոլ Փաշինյանը կհայտնվեր բանտում, այլ ոչ թե Բաղրամյան 26-ում։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը գործել է հանցագործություն, մուտք է գործել, ներխուժել է հատուկ պահպանվող տարածք, ինչու համապատասխան իրավական գործընթաց դրան չի հաջորդել։ Հանրապետականներն էլ հակադարձում են, արդյոք Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու հարազատները չէին, որ 2018-ի ապրիլին Հանրապետության հրապարակում տոնում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Չի կարելի մանգալ ու փորձել մանգալ Նիկոլա Բերածին եւ նաեւ այդպես ենթատեքստով ասել մենք մերժելու ենք Նիկոլա Բերածներին, այն դեպքում երբ որ ձեր մերձավորները, այն մարդիկ ում դուք հիմա համակիր եք անվանում, եղել են Հանրապետության հրապարակում։ Քաղաքացիական պայմանագրում Քոչարյանականների եւ Սերժականների այս կռվին հետևում էին անթաքույց հաճույքով։ Մի կռվեք երկուստ էլ ճիշտ եք։ Եվ եթե 1990 թվականին ծնված Սարգիս Խանդանյանի օրինակը կարգին հաղորդումից էր, ապա 45-ամյա Ալեն Սիմոնյանը մեկնաբանելով ընդդիմության ներսում տեղի ունեցող խմորումները խորհրդային ֆիլմերն էր ցիտում։ Այ տենց հայտնի բան կա, ասում «Влюбляйтесь, топитесь, разводитесь, море рядом»։ Ինչ ուզում են թողանեն, մեր համար ինչ տապություն։ Ով է իրական ընդդիմություն հարցն այս շաբաթ ակտուալ էր նաև Գյումրիում արտահերթ ընտրություններից ուղիղ 3 շաբաթ առաջ ավագանու մանդատների համար պայքարող 9 ուժերը փորձում են հասկանալ ով ում հետ է ընտրություններից հետո կոալիցիա կազմելու եւ ինչն ամենաէականն է ով է կոալիցիա կազմելու քաղաքացիական պայմանագրի հետ։ Դեմոկրատական այլընտրանքի ղեկավար Սուրեն Սուրենյանցի կասկածներն այս շաբաթ պտտվում էին Գյումրիի ընտրություններին մասնակցող Եվրոպամետների դաշինքի շուրջ, որի կազմում է նաև Երևանում պայմանագրի հետ կոալիցիա կազմած Հանրապետություն կուսակցությունը։ Հնարավոր չէ Երևանում լինել քաղաքացիական պայմանագրի կոալիցիոն գործընկերը Գյումրիում հանդես գալ ընդդիմադիր դիրքերից։ Ընտրողը ով դժգոհ է ՔՊ-ից կամ ով չի ուզում ունենալ Գյումրիում ՔՊ-ական իշխանություն, այս դաշինքին չպետք է քվեարկի։ Նույնը վերաբերում է նաև Արտյոմ Թումանյանի մասին։ Մարդ, ով մշտապես կանգնած է եղել Գյումրու եւ գյումրեցիների կողքին։ Սուրենյանցի հիշատակած Արտյոմ Թումանյանն այս շաբաթ դարձավ նախընտրական ամենազվարճալի տեսանյութի հեղինակն այս առումով իրական մրցակցության մեջ մտնելով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։ Հպարտ եմ, որ հայ եմ կրկնակի, հպարտ եմ, որ գյումրեցի եմ կարգախոսի ներքո ընտրությունների գնացող այս մարդը 2 րոպեանոց հոլովակում հաջողացրեց խտացնել Գյումրիի մասին արկա բոլոր կարծրատիպերը, ֆայտոնից մինչև դուդուկ։ Մարդ, ով գնահատում ու շատերի նման չի լքում իր հարազատ քաղաքը Գյումրին, հանուն կարիերայի։ Հանուն կարիերայի հարազատ քաղաքը լքած գյումրեցիների մասին ակնարկի ամենահավանական հասցեատերն էլ ընտրությունների մեկ այլ մասնակիցներ քաղաքացիական պայմանագրի ցուցակում ընդգրկված եւ ակտիվորեն քաղաքապետի իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանի օգտին քարոզող վարչապետի Մամուլիկ Հարտուարը։ Ողջույն, ես Նազարի Բաղդասարյանն եմ, գյումրեցի, էությամբ լեննականցի, այսինքն լեն սրտով գյումրեցի։ Կհանդիպենք նախընտրական քարոզարշավին։
թեժ է լինելու։ Գյումրիում իդեպ արդեն իսկ թեժ է, դրան նպաստում են նաև հենց իր Նազելի Բաղդասարյանի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ուղղված սուր քննադատական ելույթները։ Վարչապետի խոսնակն այս շաբաթ այնքան ակտիվ էր լծվել այս գործին, որ Վարդան Ղուկասյանին հասցրեց ասմունքի դուռը։ Թեև ինձանից շատ ես բարձրացել, անունը դարձյալ կյանջ է մնացել, նույն կյանջն ես թշվառ ու ողորմելի, ես ներկևում էլ արծիվ եմ էլի։ Եվ այսպես մեր այսօրվա հաղորդումը այս շաբաթ վերջապես որոշակի հստակություն ի հայտ եկավ նախկին ռազմական ոստիկան Դոգ Մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի ճակատագրում։ Պաշտոնապես հաստատվեց, որ Ղուկասյանը փետրվարի 21-ից գտնվում է Լաս Վեգասի ձերբակալվածների պահման վայրում ամերիկյան միգրացիոն օրենքները խախտելու կասկածանքով։ Գալիք երկուշաբթի Նևադայի դատարանը պետք է որոշի, արդյոք ընդամենը մի քանի տարում հասարակ քֆուրչի բլոգերից ներքաղաքական կյանքում լուրջ գործոնի վերածված Դոգը արտահանձնվելու է Հայաստան, թե ոչ։ Դոգ կուսակցության աջակիցներն այս շաբաթը սկսեցին Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ կազմակերպված ցույցով։ Ամերիկյան իշխանություններին ցույցի մասնակիցները կոչ էին անում իրենց առաջնորդին Հայաստան չարտահանձնել, մնացածներին էլ չկենտրոնանալ Դոգի հայհոյանքների վրա։ Եկեք այդ հայոյանքը դնենք մի կողմ, որ մեկի տան մեջ չեն հայոյում փողոցում տրանսպորտում։ Օրսը ցուրտ են վիճակ ախպերինա դես անում շատ տղան մարը բեսմարթինա դիան։ Հայերեն հայհոյանքը երբեմն նաև արվեստ է, այս հետևությանը կարելի է հանգել ամերիկյան կինոակադեմիայի այս տարվա Օսկար մրցանակաբաշխությունից։ Նախորդ կիրակի օրը Լոս Անջելեսում տեղի ունեցած արարողության գլխավոր հերոսը դարձավ 6 անվանակարգերում առաջադրված եւ 5-ում հաղթած Անորան։ Շոն Բեյքերի եռալեզու ֆիլմի մի զգալի մասը հայերենով էր, երբեմն նաև հայհոյանքներով համեմված երևանյան հայերենով, Վաչե Թովմասյանի եւ Կարեն Կարագուլյանի կատարմամբ։ 20-21 թվականներին ոնց որ ինքը այդ ֆոնի վրա, նույն ոնց որ Brighton Beach, Brooklyn ֆոնի վրա, էլի տենց ռուսախոս էմիգրանտների մասին գրեց թազա սցենար, որը որ Անորան էր։ Իվան! Ուստերս պետքա դնենք մեզ վրա։ Հայաստանյան կինոարտադրության այս շաբաթվա գլխավոր հերոսը Վազգեն Սարգսյանն էր։ Մարտի 5-ին էկրաններ դուրս եկավ Վազգեն վերջին սպարապետը կոչվող գեղարվեստական ֆիլմը, որտեղ գլխավոր դերը բնականաբար Խորեն Լևոնյանն էր խաղում։ Մեկին մեկ չեմ փորձել անել, որովհետև դա կնմանվեր ինչ-որ տնազ անելուն։ Վազգեն Վերջին սպարապետը։ Ֆիլմի վերնագիրը սակայն Վերջին սպարապետը շատերի մոտ տարակուսանք առաջացրեց, ստիպելով կինոնկարի գլխավոր պրոդյուսերին Վազգեն Սարգսյանի զարմուհին Նոնո Սարգսյանին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հանդես գալ հավելյալ բացատրություններով։ Վերջին սպարապետը որևէ իր մեջ ենթատեքստ չունի, դա վերաբերվում է 20-րդ դարի վերջին սպարապետը լինելուն։ Չէ, ես ֆուտբոլիստ եմ դառնում։ Վերջում էլ ֆուտբոլի, ավելի ճիշտ հայաստանյան ֆուտբոլի շուրջ ծավալվող զարգացումների մասին։ Եվ սուլում է Երիկ Նալբանդյանը դադարեցնում է հանդիպումը։ Հայաստանի առաջնության հերթական փուլն աչքի ընկավ ֆանակումբների կազմակերպած բողոքի ակցիաներով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը պահանջող երկրպագուներն իրենց գործողություններով ընդհատեցին ներքին առաջնության միանգամից մի քանի հանդիպումները։ Այս ակցիաները նորություն չէին, նորություն էր ոստիկանության արձագանքը։ Մարտի 1-ին թերևս առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության մեջ խոտածածկին ավելի շատ ոստիկան կար, քան ֆուտբոլիստ։